Հարգելի գործընկերներ, նախ ես ուզում եմ արձանագրել, որ հայ հեղափոխական դաշնակցությունը շատ մի հատ օգտակար գործ արեց, բայց ակամա։ Եվ ես գնալով սկսում եմ համոզվել, որ դաշնակցության մոտ լավ գործերը հիմնականում ակամա են ստացվում, բայց ինչև է, շնորհակալություն, որովհետև եթե Հակոբ Մովսեսի հետ հայտնի հարցազրույցը մինչև այս քննարկումը նայել էր X թվով մարդ, ապա այս քննարկումը վստահաբար կդառնա մեր այս գումարման խորհրդարանի ամենահետաքրքիր քննարկումներից մեկը, որը ժամանակ առ ժամանակ մարդիկ կվերանայեն եւ դաշնակցության այն բանը հիմնական կարմիր թելով անցնող գաղափարը, որ այ հիմա մենք դաշնակցության դեմ ենք պայքարում, անդադ հնչում են այդ դաշնակցությունը փակելու մասին նախկին պատմությունը ժողովուրդ, մենք ձեզ չենք փակելու, չերազեք, մենք ձեզ բացելու ենք, և մենք ձեզ բացել ենք, ու ձեր պրոբլեմը հենց դա է, ձեր պրոբլեմը հենց այն է, որ այդ միտքը բաց հնչել է, Հակոբ Մովսեսը ինչ ասել, միտքը ասել, և դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով, ու դաշնակցությունը հիմա եկել է Հայաստան դաշինքը, և խոսում է սահմանադրությունից, փրկում է, ուզում է սահմանադրական կարգը փրկի։ Բայց ես ախր զգում եմ, որ ինչ-որ կեղծ, երեսպաշտ բան կա այս քննարկումների մեջ։ Եվ ես գտա այդ երեսպաշտության ամենավառ ապացույցը, որ հիմա ձեզ ցույց կտամ և կհիշեցնեմ, հարգելի գործընկերներ։ Դուք ինչ եք ասում եք, որ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը պիտի լինի քաղաքականապես զուսպ և նա խախտել է քաղաքական զսպվածությունը։ Ասել է թե, որ դուք ասում եք հստակ, որ ՀՌՀ անդամը պետք է լինի քաղաքականապես զուսպ։ Շատ լավ։ Բա եթե այդպես էր, Հայաստան խմբակցությունը ո՞նց էր առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնին Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը որոշ ժամանակ առաջ։ Դուք Ռուբիկ Հակոբյանի քաղաքական զսպվածության հատկապես որ կողմով էիք գայթակղվել, սիրելի դաշնակցականներ, որ Ռուբիկ Հակոբյանի ինտելեկտուալ որ բարեմասնությունն էր ձեզ հատկապես գայթակղել, որ դուք նրան առաջադրում էիք որպես ՀՌՀ անդամի ապագա պաշտոնյա և դուք պատրաստվում էիք ընտրել, չէ՞ նրան։ Եվ դուք Ռուբիկ Հակոբյանին հոպատահաբար չէիք առաջադրել, դուք առաջադրել էիք նրան, որովհետև նա Ռուբիկ Հակոբյանն է, ով քաղաքացիական պայմանագրի մասին ասում է այնպիսի բաներ, որ Հակոբ Մովսեսը երբեք չի կարող ասել որևէ մեկի մասին, որևէ կուսակցության մասին։ Սա է ձեր երեսպաշտության ամենավառ ապացույցը, հարգելի գործընկերներ։ Գնացեք մի հատ ձեր նախկին թեկնածուի մասին բան արեք, խոսեք։ Կամ որ ասում եք Հակոբ Մովսեսի արտահայտությունից դաշնակցությունը վիրավորվել է։ Զարմանում եմ, դաշնակցությունը հիմնականում վիրավորում է, ընդ որում ոչ միայն գաղափարապես։ Կամ եթե դուք քաղաքական կուսակցություն եք և մասնակցում եք երկրի քաղաքական հասարակական կյանքին, ձեզ համարում եք որպես 100-ամյա կուսակցություն, ձեր վերաբերյալ տրված ինտելեկտուալ գնահատականից խեք է ձեզ վիրավորվում։ Կուսակցություն եք, չէ, ապրող կուսակցություն եք, որը պետք է ունենա նաև ինքնահայեցում։ Իմ մոտ տպավորություն է երբեմն ձեր խոսքից, դուք մտածում եք, որ դաշնակցությունը, ասենք, խաչքար է։ Խաչքար է, պետք է ասենք միջնադարյան խաչքար է դաշնակցությունը, պետք է հանկարծ չկպնես, թե չէ կընկնիկը կոտրվի։ Եթե տենց եք մտածում, որ խաչքար է, տարեք դրեք թանգարանում, արխիվացրեք, ոնց որ ասեց մեր գործընկերը։ Պարոն Ռուստամյանը խոսեց մահ կամ ազատության մասին, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այս կարգախոսի մասին խոսել և հիշեցրել եմ հայտնի այն ձևակերպումը, որ դաշնակցության մահ կամ ազատություն կարգախոսի պրոբլեմն այն է, որ իրենք մահը տալիս են ժողովրդին, ազատությունը պահում են իրենց։ Եվ դա, ճիշտն ասած, փաստերով մի քանի անգամ առնվազն հաստատվել է, որովհետև ժամանակին դաշնակցությունը մահը տվեց Պողոսյանին, ազատությունը պահեց իրեն։ Այդ դաշնակցությունը 27-ին, հոկտեմբերի 27-ին մահը տվեց Մյուսներին ազատությունը պահեց իրեն,
2008-ի մարտի 1-ին մահը տվեց այն 10 գնդակահարվածին, ազատությունը պահեց իրեն, որովհետև գնաց և կոալիցիա կազմեց այն ուժերի հետ, ովքեր որ շահառուն էին այն ահաբեկչական ակտերի, որոնք որ տեղի ունեցան։ Հիմա դուք եկել եք ասում եք մահ կամ ազատություն։ Ինքնիշխան պետության մեջ մահ կամ ազատության ձգտումը ինչին է միտված, կարող եք մի հատ բացատրել։ Կամ որ դուք անընդհատ ձգտում եք ազատագրվել։ Երբ որ դու չունես պետություն եւ ուզում ես ազատագրվել դեսպոտիզմից, դա ինչ որտեղ հասկանալի է։ Երբ որ դու ունես ինքնիշխան պետություն, դու ինչից ես ուզում ազատագրվել։ Եվ մի հատ էլ մահ կամ ազատությունը շարունակում ես համարել քո կարգախոսը։ Ինչից։ Ոնց որ թե ձեր մոտ ազատագրական պայքարը հիմնականում հաջողվում է ողջախոհությունից։ Ոնց որ թե դուք հիմնականում ռացիոնալությունից եք ազատագրվել միջև այս պահը։ Եվ ամեն կերպ մենք ձեզ ուզում ենք նորից վերադարձնել ռացիոնալության գիրկը եւ պարոն Մովսեսի ասած այդ քաղաքական ադապտացիան ինձ թվում է դրա մասին է։ Դա նրա մասին չի, որ դուք կրավորաբար բան արվեք, ուծացվեք կոնյունկտուրաներին, դա նրա մասին է, որ դուք 21-րդ դարում լինեք 21-րդ դարի քաղաքական ուժ։ Հիմա դաշնակցությունը ինչ է, դաշնակցությունը հիմա ոնց որ գիտեք ինչ է, Pentium 1 է։ Ու հիմա ինքը ուզում է Pentium 1-ը տանի iPhone 17-ի վրա բան անի, այդ soft-ը ինստալ անի։ Չի աշխատելու ժողովուրդ ջան։ Ու հերիք չէ, ու ուզում է տար ժողովրդին, որ ժողովուրդն էլ օգտագործի այդ Pentium 1-ը iPhone-ի վրա, որ ասում է վերցրեք օգտագործեք ժողովուրդն, բնականաբար ոնց վերցնի այդ Pentium 1-ը օգտագործի։ Հələ դուք մնացեք Pentium 1 հասկացանք։ Բայց ժողովրդին կլինչ պարտադրեք դա։ Տիկին Կյուրեղյանը էլի մեզ մեղադրում էր բանի մեջ, ասում էր, որ խոսում էր տգիտությունից, և նաև խոսում էր թվաբանությունից, և ուզում էր ապացուցել, որ վարչապետը ինչ-որ թվեր է սխալ ասել։ Ամեն անգամ, երբ որ Տիկին Կյուրեղյանը խոսում է կրթությունից և հատկապես մաթեմատիկայից, ես հիշում եմ, որ Տիկին Կյուրեղյանը պնդում էր, որ Բագրատը մտավ Վանաձոր և անձրևը կտրվեց։ Եվ սա ուղղակի բնագիտության ավարտն է։ Թվերը, հա, թվերը իհարկե, համաձայն եմ։ Որ թվերից, Տիկին Կյուրեղյան, դուք որ խոսում եք այստեղ պարգևավճարներից, հիմա շատ լավ, որքանով է բարոյապես ճիշտ, որ ինքներդ ստացել եք այդ պարգևավճարը, ընդ որում դա պարգևավճար չի, դա հավելավճար է, ինքներդ ստացել եք այդ հավելավճարը, բայց գալիս եք այս ամբյոնի մոտից, քննադատում եք այդ հավելավճարը, հասկանում եք, սրա մասին է խոսքը, ինչի չեք հրաժարվել դրանից, ինչի չեք հրաժարվել, ինչու չեք հետ վերադարձնել պետական բյուջե այն հավելավճարը, որը որ դուք ստացել եք և քննադատում եք մեզ դրա համար և բոլորին դրա համար, ինչի եք տարել, սիրուն, ծախսել, ամեն ինչը արել, հիմա գալիս եք և երեսպաշտորեն, փորձում եք, հանրությանը ներկայացնել, թե դուք բան եք, այսպես բանով ժուժկալ կյանքով ապրող ընդդիմադիրներ եք, որ բան չեք արել, այդ հավելավճարը չեք ստացել, ստացել եք։ Եվ անարդարությունն նրա մեջ է, որ դուք դա ստացել եք, ձեզանից առնվազն մի մասը պարազիտանալով, որ չեք էլ աշխատել դրա համար։ Կամ որ ասենք այդ պարգևավճարից եք խոսում, էլի, ժողովուրդ ջան։ Եվ ասում եք, որ պետական բյուջեի փողերը։ Լավ, բայց ձեր շեֆին Ռոբերտ Քոչյանին խի չեք ասում, այդ որ դատախազությունը քեզանից պահանջում է $200 միլիոն ապօրինի գույք։ Հələ մեկ վերցրեք այդ պարգևավճարները եւ մի հատ դրա կողքը դրեք Ռոբերտ Քոչյանի $200 միլիոն, Տիկին Կյուրեղյան։ Դա ձեզ ոչ մի բան չի ասում։ Դա ձեզ չի մղում հայրենասիրական պորտկումների։ Ձեր հոգու լարերը չեն բանանում, դողդղում Ռոբերտ Քոչյանի $200 միլիոնից, թե կարող է պատահի, որ ամեն դեպքում այդ տորթից դուք էլ ձեր մասնիկներն ունեք, դրա համար դրա մասին չեք խոսում։ Իմ ժամանակն ավարտվեց, վստահ եմ, որ խմբակցության անունից դեռ ելույթներ կլինեն արձագանքելու եւ նաեւ ես այդ ժամանակ արդեն մեր դիրքորոշման մասին կխոսեմ։